Սիրելի եղբայրս, նորից ուզում եմ քեզ հետ խոսել քո անձի մասին, որին երբեմն ավելի ես սիրում ու վստահում, քան Աստծուն։ Մինչև չուրանաս քո անձը, չես հասնի հոգու ազատագրման։ Ինչպես սերը քրիստոնեության մեջ առաջին պատվիրանն է, այնպես էլ անձնուրացությունը սիրուն դանող հիմնական շավիղն է։ Չես կարող սիրել Աստծուն և մարդկանց, քանի դեռ միայն քեզանով ու քո ցանկություններով ես տարված։ Ուրեմն նախ ազատագրվիր անձիցդ, քանի որ Աստված փառք իրեն ասում է. «Եթե մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ հետևից»։ Մարկոս 8:34։ Ուրեմն անձնուրացությունը Տերը դարձրել է առաջին պայմանը։ Իմ սիրելի եղբայր, թող քո նպատակը լինի անձդ Աստծո մեջ պահելը, այնպես որ իրենից ազատ, անկախ գոյություն չունենաս։ Սուրբ Պողոս առաքյալի հետ ասա. «Բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս»։ Գաղատացիս 2:20։ Եթե ուզում ես փառք ունենալ, թող քո փառքն Աստծուց լինի, միշտ կրկնի այս տունը, որ ասում է. «Եվ դու այժմ փառավորիր ինձ, Հայր, քո մոտ եղող այն փառքով»։ Հովհաննես 17:5։ Աշխարհային բաների մեջ փառք մի փնտրիր, որովհետև թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը, այբ Հովհաննես 2:17։ Բայց դու Աստուծո որդի ես, Աստուծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ, այբ Կորնթացիս։ Դու ծնվել ես ոչ արյունից, ոչ մարմնի կամքից և ոչ ալ մարդու կամքից, այլ Աստուծուց։ Հովհաննես 2:13։ Քո հոգին Աստծուց է, իր բերանի շունչն է,